Ես որ մի տարի 4 ամիս չհղիացա, իմ կեսուր անընդհատ կռի վերանը, որ երեխա չի բերում դուսարա, իր առաջվա ամուսինը առաջ որ կնիկա ունեցե 10 տարի պահել երեխա չի ունեցե դուսար, հետո այդ իմ կեսուրին ա ուզե ու ոնց որ աչքը վախել էր կեսուրիս, օրինակ էր բերում դուսարա։ Միամիտ կեսուրը Դարեջանը դեռ գլխի գալիքը չգիտեր, ոնց ասում են հարսին մի աչքով էր նայում, բայց հարսը միամիտ չէր, ընտանիքի հին պատմությունը գիտեր ու գիտենալով էր հարց եկել, ուստի շատ արագ ծրագրեց իր փրկությունը, կդառնա պաշտոնյա, կեսուրը կփափկի։ Մի հատ Ծատենյան Աշխարհբեկ ունենք մահացել է ինքը Սանային գյուղում, գլխավոր հաշվապ էր աշխատում։ Ես պրակտիկան եկել եմ Սանային գյուղում եմ անցկացրել, ու որ ինքն ասում էր չոտ կգծի, ասում է չոտն ինչի սա պետք, ես անգիրարած մտքով պատասխաները լրիվ ասում էի։ Ասավ ես առաջ անգամ եմ սենց բան տեսնում, որ սենց ես պրակտիկանտ, այս տարիքի մարդ եմ չեմ հանդիպել, ես ինչ ուղեղ ունես։ Այս մարդն ինձ խնդրեց, որ դե ուրեմն էսա մենք Սանային ու ակները բաժանվելու ենք, ես մի տարի կգամ գլխավոր հաշվապակ աշխատեմ, դու տեղակալ։ Ու մի տարուց ես կգնամ տանը կհանգստանամ, գործս կտամ քեզ։ Բայց հարսի պաշտոնյա դառնալու հեռանկարն էլ չլրեցրեց խստապահանջ կեսուրին կամ հղիություն կամ հորանց տուն։ Պեցի կտոր նորահարսը չհղիանալու պառավի մեղադրանքներից, մոր հանդիմանանքներից միամտացած ամուսնուն բարդ իրավիճակից փրկելու համար բառի բուն իմաստով գյուղի խոպանչիների խմբի հետ փախավ Ռուսաստան։ Հասկանալի է, խոպանչիների խմբում նաև ամուսինն էր։ Որ կեսուրը շատ կռիվ արա, որ դուսարա, այդ տարին այս մեր ֆուտբոլիստ Ծատենյան Ռուբիկը բրիգադ հավաքեց այս գյուղից, գնացինք Տյումեն։ Իմ ամուսինն ասավ, ես քեզ տի չեմ թողում, հետս պտի գաս։ Մենք 3 ամիս հլա գնացինք Ռուսաստան, Սանայինն ու ակները բաժանվում են աղջիկ ջան, այդ մարդը 2 փայտով էր ման գալիս։ Այս իմ դեմի հարևանը իր բարեկամն է, ասում է Սիրան Դարեջանի հարսնտի է, թե չէ մարդը հետ Ռուսաստանա։ Այս մարդը կարծում է, որ մենք հարևաններ ենք, լուրը լսել է, որ Սանայինն ու բանը բաժանվում են, ես սովորած աղջիկ եմ, ասում է չէ, սա ինձ ուրեմն խաբեց։ Այդ մարդը հետ 2 փետով, էնցերի կայան բերթի վրա, որ գնում եք այդ թաղի վրա է ապրում։ Ընդեղից այդ մարդը հետ 2 փայտով վերակացել եկել հասել այստեղ, կեսուրից ձենա տվե, կեսուրս որ տենում չէ այդ մարդին, սևակնում է, ասում է թուքը մուքս ցամաքեց, վայ Աշխարհ ջան, այս ինչ խաբարա որ դու 2 փետով եկել ես ասել այստեղ, թե բա ձեր հարսն ուր է, թե գնացել է Ռուսաստան, թու հա։ Այ ես իրան 10 անգամ ասեցի, մենք բաժանվելու ենք Սանային ու ակները, ես կաշխատեմ այստեղ մի տարի գլխավոր հաշվապա, իմ գործը կտամ քեզ, ուրա գնացե։ Հետո ես արդեն դու մի ասա այստեղ արդեն մի ամսեն հղի եմ ելե, որ գնացինք Ռուսաստան, ընդեղ հետա տեսա, որ արդեն հղի եմ, ես եկա այստեղ, որ այստեղ գնամ հիվանդանոց։ Այդ մարդը ինձ տեսավ ու շատ վրեժ չհայնացավ, ես արդեն ֆիզ գնացի, ֆիզու, հետ վարժվեցի Ազիզ ջան, եթե ես այստեղ 6 տարի սովխոզում այստեղ մեր գյուղի աշխատել էի, այսօր ատամս հանած գել կլեի, ամենտեղ կնստեի ես ընտիր գլխավոր հաշվապակ աշխատեի, այ մեծերի սխալը ատեղից է գալիս, որ ես սովորեցի ու դիպլոմն իմ տանը գցած։ Կարմիր դիպլոմն այդպես էլ կյանքում իր նպատակին չծառայեց, բայց չբերության մեջ անհամբեր կեսուրի կողմից մեղադրվող հարսը 5 երեխա լույս աշխարհ բերեց։ Դարեջանն էլ սկսեց հարսի կողքերով պտիտ գալ, էլ հալվայի պատրաստություն, էլ նվեր ոսկեղեն, մի խոսքով մոռացավ հարսին դուրս անելու մասին ու անգամ ծնված թոռներին անուններ դնելու իրավունք ձեռք բերեց։ Այդ ամուսինս ա պատմում, որ կեսուրս որ գնացել է տուն է եկել, որ բերեդաչի սարքի գա, ամուսինս այդ հիվանդանոցի դռնից արդեն իշներից, այդ ռայկոմի շենքի մոտից հեռավորությամբ ձենատալի չի ամփերում, որ մերը գա հասնի, որ տղայացնվե։ Էտա կեսուրս էլ ասում ա դե որը թենց է իմ ամուսնու անունը պտի դնենք։ Աղջիկ ջան, այդ առաջ երեխիս անունը կեսուրս ա դրել, որ
պետք է իմ ամուսնու անունն էլի, դե մի քիչ հնական անուն էր, բայց ընդով հարցնով էր, որ խոսա։ Դες համաձայնվեց, հետո դրեցին ասատուր։ Համիկվա հարցները կարան կեսուրներ անուն դնեն, ոչ, իրանց ասացի, իրանք պետք է անունները դնեն։ Երկրորդ աղջիկս որ ծնվեց, երկրորդ երեխես, ամուսինս այդ ժամանակ Ռուսաստան էր։ Կեսուրս ասավ, ուզում եմ մի բան ասեմ, բայց վախում եմ։ Ասի ես գիտեմ քու միտքը դու ինչ ես ուզում ասես, ուզում ես ես ասեմ, թե ասա։ Ասի ուզում ես էսել քու կեսուրի անունը դնես, Անուշ, բայց վախում ես որ ես ասեմ, բա դու 4 աղջիկ ես ունեցել, որ կեսուրիդ այդքան սիրում էր, խի չէիր անունը դնում։ Ասավ շատ ճիշտ էլ ասեցիր։ Ես փոշմանել եմ ասա որ կեսորս անունը չեմ դրել, հիմա ուզում եմ որ դնենք Անուշ։ Ասի ուզում ես գնա դի։ Գնաց դրեց։ Երրորդը որ տղես ծնվեց, մտածեցինք, ասեցինք, ինչ դնենք որ ասատուրի հետ Սազա էլի այդ անունը, որոշեցինք, ասենք դե լավ, ասատուր Արթուր, էլի կսազա իրար հետ։ Որ գնում է ամուսինս Զաքսը, ես մեր գյուղի Դոլինյան Մարետներ ընդով Զաքսի վարիչը, ասում է ինչ եք անունը դնում, ասում է Արթուր, ասում է չէ, Արթուրը ռուսական անուն է, պետք է հայկական անուն ասես, գիրքը դնում է առաջին, ասում է Արման, Արտակ, Արմեն, Արսեն, որն ես հավանում այդ անուններից հայկական ասա դնենք, ասում է դե լավ որ դե դեր կուսա այա սրան էլ այով դնենք, ասում է դե Արմեն գրի։ Այս 4-րդ աղջիկս որ ծնվեց, աղջիկի վաղտը ամուսինս Ռուսաստան այլի, տղեկի վաղտը ստեղ ա եղել։ Այս ազատով շրողնեցի քույր Ծովիկին, ասի Ծովիկ, այդ այլ ես երեխա բերողը չեմ, այս էլ իմ մարդի խելքին ընգա, որ քիրը քիր ունեն աղբեր, չէ տա չգիտեմ սրա անունն ինչ տնենք, ասավ ինչ է երեխեքի անունը, ասի ասատուր, Անուշ, Արմեն, ասավ դե որ էլ երեխա բերողը չես, բեր սրան էլ այով դնենք, սամանափագեք, ենա Աննա դրեք։ Էտա կեսուրս եկավ ասավ ինչ տնենք անունը, ասի Աննա։ Էտա գնաց Աննա դրեց, ես էլ եկա որ ես 5-րդ տղես ես ձև լավ, կեսուրս ասավ դե որ սաղայով է, ես էլ իմ աղբեր Արամին նման եմ, սրա անունը դնում եմ Արամ։ Ասի դնում ես գնա դի։ Էտա տեցե, հիմի տեսար որ ընդամենը մի աղջկաց վաղտը որ ես այդ ամուսինս Ռուսաստան այլ է, քույր Ծովիկի հետ զրուցեցինք ու Ծովիկն ասավ դի Աննա։ Այժան հիմիկվա հարցները չես կարա, դու անուն որոշես դնես, իրանք որ անունն ուզում են էլ դնում են։ Լեզվի ճարտար աշխատանքում ճարտար գոհարը, որ շատերին ծարավ ջուրը կտանի կբերի ու այս հարցում գյուղում իսկի հավասարեցունի 5 երեխայից միայն մեկի անունը կարողացավ դնել, բայց նկատել է, որ լեզվանիկության իր անունն էր հայտնի, մինչդեռ հիմա ջահել հարցներ կան, որ իրեն վաղուց ծալել են են կողմ դրել։ Մեր գյուղում շատ ընտանիք կա, որ կեսուրնով է, մարդով է, գումարը հարսի ձեռին է, հարսը պտի տան առևտուրն անի, տան զակատնանի, տան ամեն ինչն անի։ Շեֆը մեր գյուղում շատ այդպես հարցներ կան, շեֆը հարցներն են։ Տանը կեսուրները մարդը ճուճել են Ազիջան։ Հասկացա՞ր։ Դա ես ընտանիք չեմ համարում, եթե պտի հարցը գա տունը ղեկավարի։ Տունը տան տղամարդը պտի ղեկավարի։ Տան տղամարդը։ Իմ ամուսնուն ասում է խես փողն ինձ տալիս։ Դու քաղաք չես գալիս։ Խի չես մի բան առնում գալի։ Չէ, ասի ինձ ասել ես խո ես չեմ որ առնեմ բերեմ։ Գործից հոգնած գալիս եմ, քեզ ինչ պետքն է դու էլ ես քաղաքից գալի, Եվանդարից դուրս ես գալի գործից։ Քո առևտուրն արա արի։ Չես սիրում ինք առևտուր անելը։ Ասում էր որ փողը ստանում եմ, միջև տուն եմ գալի հասնում։ Ոնց որ ինձ ասում է ոչիլները ուտեն ջեբից որ գումար կա, փողը չես սիրում բացարձակ։ Ամեն օր մի ման էր տանում, հետո որ ինքը 40 կոպեկը մի սալյուտ պապիրոս առնի 60-ն էլ Պերվի վտարոյնդով ճաշանում է Պերերիվանի։ Մի կոպեկ ավել փող չեր հետը վերցնում, չեր սիրում բացարձակ փողը։ Ես ապշած եմ ուղակի, ոնց մարդը կարա փողը չսիրի, տենց մարդ կա, հիմի երեխեն էլ փող ա ուզում, հիմի։
Բայց ինքը չէր սիրում փողը։ Տաք ու արևոտ Բագրատաշենից Յակներ հարզ եկել Գոհարը ապագա ամուսնուն պատահական հանդիպել գնացքի մեջ։ 3 տարի ծնողներից թաքուն սիրահարված են մնացել, հետո շոկ Բագրատաշենից փախել եկել է Զովակներ։ Բայց ինչքան էլ թե սիրով էին ամուսնացել, ամուսինը տարվել էր կողմնակի գեղեցկուհիներով։ Պետի կտոր Գոհարը սկզբում մեկի հարցը լուծեց, հետո մյուսինը, բայց քնքուշ սիրտ ունեցող ամուսինն անկարող էր դիմագրավել կանացի դյութանքներին ու ռեկորդներ էր գրանցում։ Հա, շնաձորիկ մի նկար հետը մանգեր նրա հարցերը լուծեցի, փոխեցում էլ մի ուրիշ չարեց։ Ռուսաստան էր գնում, ամեն տարի տարբեր փոխում էր, ես իր անունն ասում էի, դու պետք է աղջիկ ես ծնվի։ Ռոմանտիկ է եղել Գոհարը դեռ աղջիկ ժամանակ մոր խորհրդով լավ փեսացուի սպասումով ամեն անգամ խնձոր ուտելիս կորիզները հաշվում էր, բախտավոր 7 հատիկ կորիզ գտնելուց երջանկանում թաշկինակի մեջ փաթաթում ու դարպասի թակոցի սպասումով քնում, որ երազի մեջ տեսնի իր ասպետին դարպասից ներս մտնելիս։ Իմ մերը ասում էր, որ մի խնձորն ուտում ես, մեջին 7 կորիզ ա լինում, թաշկինակի մեջին փաթաթի դի գլխիդ տակին, քու ուզաստղին դու տենում ես։ Ես այս խնձորները ուտելով, որ 7 հատի կլի դրեցի ու երեխեք ասի գնացի դպրոց։ Մի հատ քանի անգամ արդեն ես այդ բանն անում եմ, մի հատ անծանոթ տղի եմ հանդիպում ու իրան ասում եմ, ես որտեղ ասես, ասում ալավեր լուծեմ։ Ու եկավ գնացքի մեջը, մեզ հետ կարդ խաղարավ, զուգադի պես որ ինքը ալավերցիա, ու որ ես դեմքին ուշադիր նայեցի, ասի վայ մամա ջան, ես են երազիս տղենա։ Վերջ ամուսնացանք, հետա 5 երեխան ունեցանք։ Բա դուք չեք նայում այս YouTube-ները, այս բաները, որ 5-6 երեխա ունեն, 7 երեխա, կիսաբաց լուսամուտում է խայտարակ են անում, ասում են, այդ 7-րդ երեխան որ բերեցիր։ Այդ միլիոնները ինչ արիր, բախի չի տան վրա մի բան ավելացիր։ Հիմա շատ երեխա են բերում ա քյասիբը փողի խաթեր ցավդ տանեմ։ Հարուստն էլ երկուսը բերում ա ասում ա հերիքա էլ ինչի սա պետքը անտեղի իմ ջայել կյանքը վայելեմ։ Ճիշտը գոյնա էս թվին, Ազիզ ջան, էս թվին։ Ատի գոյնա 3 երեխա էլա ունենան։ 3 երեխա։ Բայց մի Նիկոլը բորբոր փողը տալիս ա։ Ու պետք նա բերում ա, որ այդ բոլ փողը ստանա, ում էլ փող չի պետքը, նա էլ բավարարվում ա իրա երկուսով։ Տիկին Գոհարի 5 երեխաներն էլ ամուսնացած են, ապրում են տարբեր քաղաքներում, բայց մենակ հաց ուտելու սովորություն չունի, միջոր կտոր հացն էլ հարիվանի հետ պիտի կիսի։ Պեչկը վառում եմ, հացը թխում եմ, վրեն ճաշը եփում եմ, ես իմ ջուր եմ տակացնում, թե ուրիշ բան եմ եփում, 4 պղինց տեղավորվում Ազի ջան վրեն։ Իմ հացերն է թխում եմ, հանում եմ, խանութի հացով չեմ կշտանում, դրա համար հացը թխում եմ։ Ես ահա որ ղոչաղ, շատ ղոչաղ չափից ավել, մեր գյուղում ինձպես տանջված հարց, ղոչաղ հարց, չգիտեմ լսած կլեք ես 40 քնոր լրացավ Լյուդան, որ մահացավ։ Լյուդա ու ինձպես ղոչաղ հարց մեր գյուղում չկա ու տանջված հարց չկա մեր գյուղում։ Բոլորը առոք փառոք եկել են սարքած չինաստաների վրա նստել, լեզուներն էլ լավ երկարացնել։ Բայց ես էշի պես միջև այսօրս 42 տարի այս գյուղում եմ, միջև այսօրս սարքում եմ, դեռ ոչ բաղնիքիս մեջ նա սարքած, ոչ կուխնյայիս մեջ նա սարքած, ոչ միջանցքն նա սարքած, ամառները դրանն եմ լողանում, ձմեռները որդի եմ լում, աղջկաստանը, թե տղիստանը ընդի եմ լողանում։ 3 հարսն էլ հայմի հարա Գոհարին կանչում են, բայց ամենասիրելին իր կտորն ասում է փոքր հարսն է, մյուսներն էլ գիտեն, իրենց կեսուրը ուղի խոսող մարդ է, եթե չալարի ու ցույց տա հեռախոսի մեջ հարսի նկարը, ապա մենք էլ կհամոզվենք, որ այնքան են նման հարսի հետ, որ ասես մայր ու աղջիկ լինեն, բոլորն են ասում։ Վայ Աստված իմ, չգիտեմ ես ոնց նկարագրեմ, որ կարող ասես չափազանցնում է էլի, բայց ինչ որ ասում եմ լրիվ իրական եմ ասում։ Այնքան ղոչաղա, ասում եմ Լիան ջան, դու տոչնի ինձանից ես ծնվել։ Դու ինձանից ես ծնվել աղջիկ ջան, դու այսքան ղոչաղ, ես քեզ որ տեսնում եմ, ես իմ այն ջահելությունն եմ արդեն հիշում։ Մի տղա մի աղջիկ ուներ իմ տղեն։ Երրորդը որ մեր հարսը հղեր, զույգեր ծնվեցին։ Ու դառան 4 երեխա։ Դա զույգեր աղջիկ են, 3 աղջիկ մի տղա։ Այդքան երեխեքի հետ ինքը անասունը լրիվ բեջարում է, այգին բեջարում է, այդ երեխանց հետ
տուն ու տեղ չգիտեմ, գնում է Վարդենիսից այդ Շուշանա քաղում բերում որ զակատի, ամեն պատվալը մտնես 500 բանկից չի կշտանում, այդքան բանկա եմ տվել, էլի աչկը բանկի վրայա չի կշտանում, 500 բանկա զակատանում, էլի ուզում է բանկա, որ էլի զակատանի դեր։ Հա, ինձ տվել անցել ազիս, մեծ հարցս, ռուսա, նա տղես ընդեղ Ռուսաստանա ուզել, մեծ հարցս ընդեղ Օրենբուրգ դպրոցի տնօրենա, շատ գրագետ աղջկա, տանն էլ 10 երեխայա պարապում, մի հարցս Ուֆայի, ազիս նրանք քաղաքի վարիանտի են, Աբովյանից, հա, քաղաքի վարիանտի է ինքը ապրել մեծացել, կյանքում չհավատաց, որ բահա վերցնի մի բահ փորի, կամ մի բան ցանի, նույն հարցս այդ փոքրը, որ էլի Աբովյանում է մեծացել, բոլոր այդ գյուղական գործերը անում է։ Դա, չգիտեմ, երևի գալիս է մարտից թե ինչից, խանում է իմ հարցը։ Չէ, չի նեղանախի, պետք է նեղանա, ինքը գիտի, որ իր կեսուրը ճիշտ խոսող է, ինքը խանում է աղջիկ ջան։ Դա տղես քաղաքից առևտուրն արած բերում է տուն, ինքը հացը սարքի, որ նստեն հաց ուտեն։ Տնային տնտեսուհի։ 62 տարեկան է Տիկին Գոհարը մի քանի տարի առաջ փորձանքի եկավ, ոտքը մեքենայի տակ ընկավ, ներվի բորբոքումով մի խոսքով հաշմանդամություն ունի, տարիներ շարունակ բժիշկների դռներին է, բայց մեկյան գործ նստել չի կարողանում, ամեն գարնան այգին փորում, ցանում, անգամ ձեռնափայտով, իրեն ճանաչելով շատերն ասում են չեն էլ հավատում, որ այդքան անառողջ է, կարծում են թե ձևացնում է, բայց թե բամբասանքներն անտեսում է իր գործն անում, այդպես է եղել ջահել տարիներից, որ հանդու չոլ էր անում 5 երեխա պահում։ Շան տանջակ, մենք շատ վեին աստիճանի աղքատ տուն ենք եղել։ 4 հատ երկաթի կարավատ ենք մենք ունեցել ազիջան, 4 երկաթի կարավատը։ Իմ տանջվածը չեմ ուզենա թշնամիս էլ տանջվի։ 4 երկաթի կարավատ ենք ունեցել, մեր բիջին աշխատում էր զավոդում։ Խնդրել եմ, ասել եմ, այն հաստ ալյումինի նավթուր բեր, որ այդ կրավատի գլխները կուպցով պտտենք, որ քշերը կրավատն անգնում են գետնին։ Այդ մարդը բերել ասարկել։ Այնքան գնացել եմ Սինդրիկի ազիջան, գիտես ինչքան է հեռու է Զարմար Սինդրիկի տեղը շատ։ Այս Լյովայի մոր հետ, իմ ամուսնու հետ, գնում էինք հասնում ծաղկաշատայիներ, էսը Սինդրիկը բերում այցավը տանեմ։ Հմիկ էլ նստում էինք կոնանում, որ տանենք ծախենք։ Շատ Սինդրիկ եմ բերել, շատ սոկոն եմ բերել, շատ մալինա եմ քաղել, մոշ եմ քաղել, հոն եմ քաղել, արաղ եմ քաշել, վաճառել, միջև երեխեքս մեծացան։ Երեխեքը մեծացան, ես արդեն շատ քիչ հանդի վրա գնացի, արդեն երեխեքն էին գնում, բերում, ես ծախողն էի։ Հա, այնքան ուրախ եմ, որ երեխեքս ինչպես ղոչաղեն, շատ թասիբով, շատ ղոչա։ Հաշվապահ չդարձավ, որ աղի պես ապրի, դրա փոխարեն Ալավերդու հիվանդանոցում 16 տարի աշխատել է, էլ դռնապան, էլ բուֆետչիկ, հետո էլ մայրապետ, բայց ծանր ժամանակներ էին, տարիներով աշխատավարձ չկար, ինքն էլ 5 երեխա ընկերագրելու հոգս ուներ, առողջապահությունն ու դատարկ խոհանոցը թողեց ու որոշեց առևտրով զբաղվել։ Մոստը որ սադախլու բացվել է, ամենաառաջի լավշորն ու կոշիկի մրիխեն են հագել։ Ես այդ ժամանակ գնում էի սադախլու, մեշոկներով, ես մեր ավտոբուսի շոֆեր Արամի աղբերն ու հերն էին գնում Ալավերդի ռեսը գալի, իրանց հետ էի գնում գալի, շատ բանջարեղեն էի բերում ուստեղ իմ հայաթում ծախում։ Ես հիվանդանոցից հետո, ես առևտրով եմ զբաղվել, որ իմ մրիխանցը մեծացրել եմ։ Հանդու չոլը բրակեցի արդեն, տեսա որ դա տանջանք է, դա կյանք չի։ Դու տեն մեզ այս տաշտակները սաղ շիթիլ է ելել։ Սաղ գյուղը ինձանի է շիթիլ ուզում, որ տանի շարի։ Գյուղում 3 կրիկ կա, որ սենց շիթիլ է դնում։ Մնացածը ուզովի է, ուզում են, որ շարեն։ Չեն ուզում էլ իրանք աշխատեն, աշխատել չեն սիրում։ Այսքան հողամաս ունեն տան առաջին, ուրիշ տեղեր հող չեն վերցրել, այդքան տեղը մշակում են ու սաղ օրը կկալի ծառի տակին շվակումը նստում են։ Այդ թաղի անունն է դրել են անբանների թաղ։
անբանների թաղադրիչան։ Գոհարը գյուղի սրախոսն է, ակտիվիստը, ամեն ինչում առաջինը։ Գյուղ աղջիկ հավանելու եկած խնամախոսների համար իր բակը հին հեքիաթների խնամախոսի քարն էր։ Առաջինն իր դուռն են թակում աղջկա ու ընտանիքի լավ ու վատ կողմերն իմանալու նպատակով։ Գիտեր գյուղի աղջիկների, նրանց ընտանիքների վարքն ու դիրքը ու միշտ դիպուկ խորհուրդներ էր տալիս։ Երկու աղջկա ուզելու էին եկել մեր հայաթում կանգնեցին ու ասեցին բա սենց այս տվյալ մարդին եկել ենք ուզելու ինչ ես ասում ասել են ոսկի աղջկա տանում ես ու բայց հոր աստուն թողում չէ շուշոտ գնա որ դի թողեցիր գնաց եկավ ընտանիք չեն դառնալու դու հետը գալու ես հետը գնաս մինչև 2-3 երեխա ունենա նոր բոշարա ու այդ աղջիկը միշտ որ գալիս էին գնում էին որ արդեն կեսուրը չէր գալի ասում էր հա ես էլ ասում եմ խի էր կեսուրս միշտ հետս գալիս փաստորեն դու կեսուրիս ասենց բանի իր ասել ասի ճիշտ չեմ ասել այսօր տես ինչ ընտանիք ես ու ինչ լավ տեղ ընկած ապրում ես որովհետև հիմիկվա ջահելները շատ շուտ են բաժանվում շատ շուտ խռովում են մի բանից ու բաժանվում ասում են դե խմող մարդ էր բաժանվեցինք այն մարդ խմողա յոլատես գնա դա կոշիկ չի որ դեն գծես նորից առնես աղջիկ ջան այս շալվարը մաշվեց մել ուրիշ առնեմ էտա քու բախտը Բայց թե իր շնորհիվ թե այնբանի որ գյուղի աղջիկները չտեսնված սիրուն են թե խնամախոսի քարում իրարած գովասանքների իրենց գյուղում տանը մնացած աղջիկներ չկան բուսը չբացած ստանում են իսկ տղաներ ինչքան ասես Համի առաջ տուն մնացած աղջիկներին ենք նստում հաշվում համի բոլոր գյուղերը տուն մնացած տղեկին են հաշվում Մեր գյուղումն են լիքը տուն մնացած տղեկ, տարբեր գյուղեր, ամեն գյուղ, լիքը տուն մնացած տղեկ կան։ Չէ, տուն մնացած ոչ մի աղջիկ չես կդնի, որ մեկ է տենում ես քաղաք ես գնում, մի տեղ ես գնում կամ զանգում են, ձեր գյուղում լավ աղջիկ չկա, ասում ա տեղը ցույց տու։ Ասում աղջիկը գոյություն չունի, տուն մնացած լիքը տղեկ կան։ Ու մի բան էլ ասեմ քեզ, հիմիկվա այս նոր ծնված երեխեքը Միջև յուրահատուկ սաղ սիրուների խեք են, մեկը մեկից սիրուն են։ Իստորիաներ ես նայում, հավես այդ գալիսանկարները գծած, նայում ես, լայքում ես, շատ սիրուների խեք են։ Դե քիչ չէ 16 տարի հիվանդանոցում է եղել իր աչքի առաջ են բարուրներ դուրս գրվել, այնպես որ գիտի ինչ է ասում, իսկ ընդհանրապես հիվանդանոցում էլ Գոհարն էլ մի գոհար էր, գլխավոր բժշկի սիրելին ու ինչպես ասում են աջ թևը։ Մի հատ վիրակապարանի ավակ քույր Արփիկ Թոմոյան ունեինք, որ մի ծնունդ մնունդ է լինում, անկախ Սիմոնյանի ծնունդին էլ, միշտ Սիմոնյանը իմ կենացը առաջինը, իմ կենացն ախմե Արփիկն ասում էր, չեմ հասկանում բժիշկ ջան, ես ինչ ես անում, ձեր ծնունդն ա փոխանակ ձեր ծնունդի առաջի կենացը ասես, գոհարին ես, այս պացանին ես ծաղկացնում, ինքը Այդ Թոմոյան Արփիկը մեր բոլոր աշխատողներին շատ սիրում էր ու ասում պացան սաղիս։ Ինքն էլ ասում էր բժիշկը, որ գիտեք խեմ գոհարի կենացը խմում, որովհետև ամբողջ բաժանմունքում միայն գոհարնա բազմազավակ մայր ունի 5 երեխա։ Հիմա իմացեք, ինչքան առիթ լինի, ամենաառաջինը պետք է խմեմ ես գոհարի կենացը։ Հիմա մնում է միայն հիշել ջահել ու ուրախ տարիները մարդկանց, որոնք էլ չկան, ասում է տիկին Գոհարը հրաժեշտից առաջ, իսկ ինքը անտեսելով ոտքի ցավերը էլի կմտնի այգի ու կտարվի գործով, իսկ ստացած բանջարեղենը կբաժանի հարևաններին ու ծանոթներին, այդպես է իր ապրելակերպը։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Ակներից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։